Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են, լրացվեցավ ցեղասպանության մասին խոսող համալսարանը, ճամփորդություն թեպի Սկիդարի պատմությունն ու մշակույթը, Իսահակյանի պոեզիան Սֆիրիդովի երաժշտական գտավին մեջ, Գորուսյալ Կարինը, 1916-ի բացառիկ կադրեր, Քայլադու լիճը Դագավին Սարույցի Դագ է, Մեծ Արարատը գրգին սպիտակած է, հզոր ցյունապատ տեսարաններ, Գերխաչ եւ Արևախաչ, Քախնի խորհրդանիշներու իրական պատմությունը, Վիշևանգա ու հայկական տարած, զարմանալի մշակութային կապեր։ Թրքական վարչագարկի թայդական որոշման փակված է այն համալսարանը, ուր 2005-ին հայրուց ցեղասպանության մասին գիտաժողով տեղի ունեցած էր։ Ջան Հոլդինգի թեմ հետաքննության շրջանագին մեջ Կոստանդո Բոլսո Բիլգի համալսարանի հիմնադրամի նշանակված է նոր կառավարիչ, ինչի հետևանքով համալսարանին այլևս չի թույլատրվի շարունակել գործունեությունը եւ ան փաստացի փակված է։ 1996-ին հիմնված Բիլգի համալսարանը ուներ 8 բաժանմունք եւ 3 հետազոտական կենտրոն։ Հիշեցնենք, որ 2005-ին հոն կայացած էր Օսմանյան հայերը գիտաժողովը նվիրված հայրուց ցեղասպանության եւ ան կհամարվեր Թուրքիո մեջ առաջին նման քննարկումը կազմակերպած համալսարաններեն մեկը։ Սուրբ Խաչ Դբրևանկի գազագերբությամբ տեղի ունեցավ Մահմուդ II եւ Տանզիմատի շրջանի Սկյուդարի հայ վարժարաններն ու մշակութային կյանքը խորագրով ձեռնարկումը, որ համախմբեց մշակույթով հետաքրքրվողներ։ Բացման խոսքով հանդես եկավ Սուրբ Խաչ վարժարանի դնորենը, ապա ներկայացվեցան զեկույցներ Սկյուդարի հայ համայնքի գրթական եւ մշակութային կյանքին մասին։ Բանախոսները ընդգծեցին հայոց պատրիարքարանի աստեցությունը, հայկական գրթական հաստատություններու թերը եւ Տանզիմատի բարեփոխումներու աստեցությունը։ Մասնագետները գիտնականներ եւ հետազոտողներ հետաքրքրությամբ հետևեցան ելույթներուն, անդրադառնալով Սկյուդարի բազմամշակութային անցյալին եւ հայ գրթական ժառանգության։ Մշակույթներու երկխոսություն ու քրագանության ուժը հաջող կծնին այնպիսի ստեղծագործություններ, որոնք դուրս կգան ժամանակի եւ դարաձության սահմաններեն, դառնալով համամարտկային արժեքներ։ Այդպիսի բացառիկ գործ մնե ռուս մեծանուն երգահանի Երգիր հայրական էպիկ վոկալ պոեմը, հիմնված Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններուն վրա։ 1949-ին, երբ Սֆիրիդով առաջին անգամ հաղորդագիծ դարձավ Իսահակյանի պոեզիայի աշխարհին, խորաբես հիացավ եւ իր իսկ խոսքերով հոն կդավ իր երաժշտական խարիսխը։ Իսահակյանական դողերու հոգեվոր մաքրություն ու անգեղծությունը երգահանին օգնեցին վրա իմաստավորելու հայրենիքի գաղափարը, զայն դարձնելով ստեղծագործության առանցքը։ Այսպես ծնավ 11 մասերը փակացած տպավորիչ կտավը, ուր հայ ժողովրդի պատմական ճակատագիրը, դողունություն ու ոգի վեհությունը ներկայացված են բանաստեղծին խորաթափանց հայացքով։ Ստեղծագործության կենտրոնին կփարապանվի հայրենիքի գաղափարը ոչ միայն որպես ֆիզիկական տարածք, այլ որպես հոգևոր աշխարհ, որ կներառե բնաշխարհը, մանկության ու նախնիներու հիշողությունը, ինչպես նաև անցյալն ու ներկան։ Պատմական լուսանկարին մեջ պատկերված է հայկական Գարին քաղաքը 1916-ին առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն, երբ ան գտնվեր ռուսական զորքերու վերահսկողության տակ։ Գարինը Արևմտյան Հայաստանի բաշտորական մայրաքաղաքը, որ ծանոթ է նաև Էրզրում անունով, դարեր շարունակ եղած է Արևմտյան Հայաստանի կարևոր մշակութային, արևդրական եւ գրթական կենտրոններեն մեկը։ Քաղաքը նշանակալի դեր ունեցած է հայկական պատմության եւ ազգային կյանքին մեջ, ունենալով բազմաթիվ եկեղեցիներ, դպրոցներ եւ մշակութային հաստատություններ։ 1916-ի իրադարձությունները դեղի կունենային հայրուց ցեղասպանության եւ դարձաշրջանային ռազմական բախումներու ծանր պայմաններուն տակ։ Պատմական լուսանկարները այսօր արժեքավոր վկայություններ են այդ ժամանակաշրջանի կյանքին, ճարտարապետության եւ հասարակական միջավայրին մասին։ Ներկայիս Գարինը կգտնվի Թուրքիո վերահսկողության տակ, սակայն կշարունակե կարևոր տեղ գրավել հայկական պատմական հիշողության եւ մշակութային ժառանգության մեջ։ Արևմտյան Հայաստանի հայկական բար լեռնաշղթայի միջլեռնային դաշտակացև քոքավորության մեջ Արարատի շրջանին գտնվող Բարձածիր Քայլադու ներկայիս Ցկներու լիճը այս տարի նույնիսկ մայիսին կշարունակե ամբողջությամբ սառույցով պատված մնալ, ստեղծելով փևերային բնապատկեր հիշեցնող տեսարաններ։ Բնության այս հրաշքը կհամարվի շրջանի ամենաբարձրատիր լիճերեն մեկը եւ հայտնի է իր գեղատեսիլ բնապատկերներով։ Սովորաբար սառույցը կսկսի հալիլ ապրիլին, սակայն այս տարի ցուրտ եղանակին պատճառով անթեր պահպանված է։ Կլերները, սառցապատ մագերեսը եւ ափին ցյունի դակ մնացած նավակները ստեղծած են յուրահատուկ ծմերային պատկեր, նույնիսկ քարնան վերջավորության։ Դեղացիներուն համաձայն նախորդ տարիներուն լիճը ավելի շուտ կհալեր, սակայն այս տարվան տեսարանը բացառիկ գեղեցկություն ունի եւ մեծ հետաքրքրություն կհարաճացնի այցելուներուն մոտ։ Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ գտնվող Մասիս Արարատ լերը գրգին պատված է խիտ ցյունի շերտով, առատ դեղումներու հետևանքով։
Ցյունի ծածկույթը հասած է մինչև մոտ 3000 մետր բարձրության կոդի, ստեղծելով վեհաշուկ ձմեռային պատկեր։ Շրջանի ամենաբարձր քակատներեն մեկը համարվող Մասիսը Արարատը մոտ 5137 մետր բարձրությամբ ամբողջությամբ սպիտակ ձյունով ծածկված է։ Ուժեղ ցնապուկին հետևանքով ձյունածածկ են նաև շրջակա բարձրադիր քակատները, ամբողջ տարածաշրջանին տալով ձմեռային բնապատկերի տեսք։ Այս տեսարանը անգամ ևս կշեշտե Մասիսի Արարատի բնական առանձնահատկություններն ու անոր յուրահատուկ տեղը տարածաշրջանի աշխարհագրական եւ մշակութային պատկերացումներուն մեջ։ Հայկական մշակույթին մեջ գերխաչը կամ արևախաչը կհամարվի հավերժության, վերածնունդի եւ կյանքի շարունակականության հնագույն խորհրդանիշներեն մեկը։ Ան տարե շարունակ ուղեկցած է հայ ժողովրդին արտահայտվելով ժայռապատկերներու, ջարդարաբեդության, կորկակործության, մանրանկարչության եւ գիրարական արվեստի տարբեր ձևերով։ Այս խորհրդանիշը կտասվի սֆաստիկայի տեսակին մեջ։ Սֆաստիկա բառը գծակի սանսկրիտեն եւ կնշանակե բարօրություն կամ հաջողության մաղթանք։ Հայկական մշակույթին մեջ ան ծանոթ է գերխաչ անունով եւ ունեցած է թրական ու հոգևոր նշանակություն շատ ավելի վաղ, քան ան օգտագործվեցավ 20-րդ դարուն նացիստական Գերմանիո գոմե։ Գեղամա լեռներու եւ Սյունիքի ժայռապատկերներուն մեջ հանդիպող արևախաչերը կհամարվին ամենահին օրինակներեն։ Անոնք հաճախ պատկերված են արևի կամ դիեզերական շարժման խորհրդանշաններով, ոլորուն եւ բազմատև ձևերով։ Հայ ավանդության մեջ աջ ոլորված նշանը կապված է արեգագին, իսկ ցախը լուսնին հետ։ Միջնադարուն արևախաչը լայնորեն կիրառված է նաեւ հայկական ջարդարաբեդության մեջ, ներառյալ անի, բարիսպներուն եւ եկեղեցական զարդականտակներուն վրա։ Մշակութապաններուն համաձայն արևախաչը հայ ժողովրդի պատմական հիշողության եւ ինքնության կարևոր բաղադրիչն է պահպանված հազարամյակներ շարունակ որպես կյանքի եւ հավերժության խորհրդանիշ։ Ուկրաինական վաշիվանական եւ Մուշի ու Վանի հայկական ավանդական շաբիկները կներկայացնեն զարդանախշերու, խորհրդանիշներու եւ պատմական հիշողության երկու առանձնահատուկ մշակութային աշխարհներ։ Մուշ եւ Վան շրջաններու հայկական տարածքներուն մեջ կարևոր տեղ ունեցած են ցերակորձ ասիանագործությունները, երկրաչափական նախշերն ու բնության խորհրդանիշները, արտահայտելով ազգային ինքնություն, ընտանեկան ավանդույթներ եւ հավատալիքներ։ Նույն կերպ ուկրաինական վիշիվանական տարե շարունակ պահպանած է ժողովրդին մշակութային հիշողությունն ու ազգային ոգին։ Գույներն ու նախշերը հաճախ ունեցած են պաշտպանական, բարեպերության եւ բարեգեցության իմաստ։ Մշակութապաններու կարծիքով, թե հայկական, թե ուկրաինական ավանդական հագուստը ձևավորված է պատմական դժվարություններու եւ ինքնության պահպանման պայմաններուն մեջ, դառնալով դիմադրության եւ պատմական հիշողության կենդանի արտահայտություն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։